Նիկոլ Փաշինյանն այսօր նոր գրառում է արել կաթողիկոս Գարեգին Բրիի հետ կապված, որ եթե պարզվի նա զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Ես չգիտեմ ինչի կբերի Նիկոլի այս արշավը, սակայն մի բան պետք է մեզ համար ակնհայտ լինի, հարգելի ժողովուրդ։ Նիկոլը, Նիկոլի նախորդները, Նիկոլի հաջորդները կանստեն կգնան, իսկ հայոց եկեղեցին կանգուն կմնա։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Նիկոլը նախընտրական քարոզչություն է անում եւ 7 տարի անց ինչ-որ բաներ է ուզում ցույց տալ, որը կարող էր վաղուց անել, վաղուց ցույց տալ դե խնդիրներ կա։ Իսկ առհասարակ որ որոշ հոգեվորականներից վաղուց դժգոհություններ կա ժողովրդի մոտ, դա բոլորս գիտենք, դա գաղտնիք չի։ Եվ յուրաքանչյուրը պետք է ազնիվ լինի ինքն իր հետ։ Դա մեր ներսի ընդհանուր խնդիրներն են։ Մենք վաղուց հեռացել ենք մեր ինքնությունից, մեր հավատքից, մեր արժե համակարգից եւ դա փաստ է։ Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ հոգեվորականը եկեղեցին չէ, ինչպես նաեւ վարչապետը պետությունը չէ։ Եկեղեցին եւ պետությունը երկու կարևորագույն ինստիտուտներ են, որոնք պաշտպանում են հայ ժողովրդին եւ ապահովում նրա բնականon զարգացումը։ Չի կարելի ինստիտուտների դեմ արշավ սկսել, կազմաքանդել ներսից։ Մենք որպես ժողովուրդ բարդ ճանապարհ ենք անցել եւ մեր խնդիրները պետք է լուծենք ներսում, առանց մեծ աղմուկի ի ցույց չդնելով ամբողջ աշխարհին, խայտառակելով Հայաստանը։ Ամեն ինչին էլ ձև կա։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը անթույլատրելի է։ Նա չափ ու սահմանը անցել է։